առումով մենք Գյումրիում մեզ հյուր չենք զգում։ Մենք մեղրից մինչև նոյեմբերյան այս երկրի քաղաքացիներն ենք եւ այդ տրամաբանությամբ երևի պիտի, չգիտեմ, մեկ շաբաթ առաջ էր երբ Փաշինյան Նիկոլ եկել է։ Թող այդ տրամաբանությամբ Երևանից եկած դեսանտը ինքը չընդուներ։ Առհասարակ այդ բաժանարար գծերը շատ դատապարտելի են ու պիտի ասեմ, որ այդ առումով իրենք մատնում են իրենց վախերը, իրենց թուլությունը, իրենց ճղճիմ հոգեբանությունը, այնպես որ առանձնապես դրա վրա կենտրոնանալու կարիք չկա, գյումրեցիները հյուրասեր ժողովուրդ են, գյումրեցիները մեր հետ շփվելու որևիցե խնդիր չունեն ու մարդիկ շատ լավ գիտակցում են, որ սա սոսկ Գյումրու ընտրություն չէ, քաղաքական եւ աշխարհակաղակական լուրջ նշանակություն ունի եւ իրենց մանր-մունր կարիերիստական կամ կուսակցական շահերը թող պահեն իրենց։ Ինչ վերաբերում է օրվա սկիզբը խորհրդանշած այդ ռեպրեսիաներին, ձերբակալություններին, դա ընդհանրապես խոսում է մասին, որ իշխանությունները ռեալ հողի վրա զգալով, որ ունեն շատ խղճուկ եւ ցածր վարկանիշ, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, ճնշումներ գործադրել եւ իրենց համար ինչ-որ ցանկալի պատկեր ստանալ, բայց ես կարծում եմ, որ նրանք գյումրեցուն լավ չեն ճանաչում եւ այն թարս ապտակը, որ իրենք վաղը չէ մյուս օրը ընտրությունների ներողություն ամսի 30-ին ստանալու են, գալու է վկայելու, որ իրենք իրականությունից շատ կտրված են եւ այդ ճղճի մեժանակին անհիմն հետապնդումները ընդհանրապես խոսում են իրենց վախերի մասին, իրենց մոտալուտ վախճանի մասին, այդ առումով պիտի վերստին կոչ անեմ, հարգելի գյումրեցիներ, անպայման մասնակցեք ընտրություններին, ձեր մերժողական ոչը ասեք ԿՊ-ին, ձեր ձայնը տվեք ընդդիմադիր թեկնածուներին, ըստ ձեր նախասիրության մեր պնդմամբ Կարեն Սիմոնյանը այսպես ասենք, շահեկան թեկնածուն է եւ մի պարզ տրամաբանություն կա 21 թվականին Գյումրիում ԿՊ-ն քաղաքապետի եւ ավականու մեծամասնություն չի կարողացել վերցնել։ Հիմա 21 թվականից ի վեր մեր երկրում դեպի լավը ինչն է գնացել, որ գյումրեցիների գնահատականն ու վերաբերմունքը փոխվի։ Ասում եմ մանկապարտեզ են կառուցել, ինչ-որ ճանապարհներ են կառուցել, փողոցներ են նորոգել։ Դե եթե հաշվի առնենք, որ ընդամենը ամիսներ առաջ է նախորդ քաղաքապետը հրաժարական տվել, որը ԿՊ-ի հետ ոչ մի կապ չուներ, ուզում ենք ասել, այդ ոնց է ուզում իրենց վերագրեն, կամ ասենք մանկապարտեզու փողոց կառուցելը 3-4 տարում մի զարմանահրաշ երևույթ չի։ Գյումրին շարունակում է մնալ սոցիալապես ամենախոցելի քաղաքը, ամենաբարձր գործազրկության աստիճանը կա, ամենաշատ արտագնա աշխատանքի այստեղից են գնում, աղքատության ամենաբարձր մակարդակն է, այսինքն այդ հարցերն է առաջնահերթ պետք լուծել, թե չէ փողոց նորոգելու, մանկապարտեզ սարքելու անվանտակ Երևանում էլ են տենց մեծ թվեր ասում, բայց պետք է գնանք տնանք Երևանում, ասենք քանի երեխա է սպասում մանկապարտեզի հերթին, էլի, այսինքն այդ խոսակցությունները շատ ծամծմված եւ իրականությունը չփոխող մտքեր են։ Պարոն Սուքեսյան, քանի որ Երևանը հիշեցիք, ամենաթարմ օրինակն էլ որպես վերջին ընտրությունները եղած, այնտեղ էլ էր քաղաքացիական պայմանագիրն ասում, որ 50+1 են իրենք վստահաբար հավաքելու, բայց տեսանք իրական պատկերը, հետո տեսանք ինչ եղավ։ Գյումրիում ինչ սցենարներ են հնարավոր լինելու, որովհետև ամենայն դեպս այստեղ 8 հոգի ընդդիմադիր են, ինչպես նաև ԿՊ-ն է նշում, Սարիկ Մինասյանը 8 հոգու դեմ է պայքարում։ Դե լավ էլի, հիմա ասենք առնվազն Եվրադաշինք կոչվող այդ Աֆյորան, որովհետեւ պարագայում ընդդիմադիր չի, իրենց ինչն է ընդդիմադիր։ Իրենք շատ իդենտիկ են այս իշխանությունների հետ։ Չերես լավ քննադատում իդեպ։ Դե չեն կոալիցվելու, չեն միանալու։ Հիմա ասենք Երևանի քաղաքապետարանը իրենց կոալիցիոն գործընկերներն իբրև թե ընդդիմադիր ձայներ տարա, բայց վերջում ինչ եղավ։ Եվ Երևանի դառը փորձը ունենալով գյումրեցիները վստահ եմ էլ ավելի պակաս քվե են տալու եւ հնարավորություն չեն ընձեռելու որևիցե թվային կոմբինացիայի արդյունքում ստանալ այդքան բաղձալի քաղաքապետի աթոռը եւ ես կարծում եմ, որ մարտի 30-ի երեկոյան եւ 31-ի առավոտյան երկրում լրջագույն քաղաքական մթնոլորտ կփոխվի, որը ինդիկատոր կլինի, որ եթե Գյումրիից է սկսել Փաշինյան Նիկոլի իշխանությունը, Գյումրիով էլ սկսելու է Փաշինյան Նիկոլի իշխանության ավարտը։ Իսկ ինչպես եք դա պատկերացնում, ինչ-որ պրոցեսներ հետո գեներացվելու ընտրություններից հետո։ Եկեք ես հիմա առաջ չընկնեմ իրադարձություններից, կախված ձայների հարաբերակցությունից, կախված մթնոլորտից եւ կախված հետագայում քաղաքապետի վերաբերյալ ընդդիմադիր լուծումներ գտնելու այդ զարգացումներից
Ընդդիմադիր դաշտը կբյուրեղանա եւ արդեն հստակ դիրքորոշումներ կլինեն։ Այս բանը չշտապ է, բայց ես լիահույս եմ, որ մարտի 31-ին Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։